Տերը ճանաչեց նրանց, որ իրենն են։ Այս խոսքն ենք գտնում մենք, սիրելիներ, արձանագրված թվոց գրքում, որ այսօր էլ մեզ փոխանցում է նաև Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակի երկրորդ գլխում։ Եվ այսօր Տերը մեզ խոսում է յուրային լինելու մասին և դրա հետևանքների մասին, դրա արդյունքների մասին իբրև դրական ներգործություն Աստուծո ներկայության քրիստոնյայի կյանքում։ Եվ մեզ փոխանցվում է ընթերցված Հովհաննու ավետարանի 6-րդ գլխից, որը գտնում ենք նաև Մարկոսի և Մատթեոսի մոտ։ Եվ այս ընթերցվածքը վերաբերում է ծովի վրայով Տիրոջ քայլելու այդ պատմությանը, երբ հացի բազմացման պատմությունից հետո, որը ձեզ քաջ ծանոթ է, Քրիստոս աշակերտներին ուղարկում է ծովակի մյուս կողմը և ինքը առանձնանում է, որովհետև հրեաները կշտացած այդ ժողովուրդը, որ տեսել էր հացի բազմացման այդ հրաշքը, շտապում էին նրան բռնել, որպեսզի իրենց թագավոր կարգեն, որովհետև իրենց պետք էր հենց այդպիսի մեկը, որ իրենց ամեն ինչով բավարարեր, իրենց ցավերը բժշկեր, իրենց օրվա ապրուստը ապահովեր և իրենց ուղղորդեր իրենց ողջ կյանքի ընթացքում։ Սակայն Տերը, որի թագավորություն այս աշխարհից չէր, խույս տվեց, ասում է ավետարանիչը, և գնաց առանձնացավ, բարձրացավ լեռան վրա աղոթելու։ Եվ այս պատմությունը, թե ինչպես է հետո նա հայտնվում առաքյալներին, մեզ մատուցում են 3 ավետարանիչներ չնչին տարբերություններով։ Սակայն հիմնական պատմությունն այս է, որ առաքյալները, որ մակույկի մեջ նստած թիավարում էին դեպի ծովի մյուս կողմը, դեպի Կափառնայում, ասում է, քանի որ հակառակ էին թիավարում, ապա քամին իրենց անընդհատ ետ էր բերում և նրանք այսպես փոթորկալի վիճակի մեջ էին հայտնվել։ Եվ այդ փոթորիկը նրանց անընդհատ խանգարում էր, խոչընդոտում էր, որ նրանք հասնեն իրենց նպատակակետին։ Եվ այդ պահին, երբ իրենք դժվարության մեջ էին, փորձության մեջ էին, երկյուղի մեջ էին, նրանց այդ վախին գումարվում է մի նոր վախի դրսևորում, որովհետև տեսնում են ջրերի վրայով քայլող Հիսուսին։ Ավետարանիչներից մեկը ասում է, Հիսուս քայլում էր ջրերի վրայով, որպեսզի նրանցից առաջ անցնի, որովհետև նրանք բավականին ժամանակ արդեն գնացել էին և ինքն էլ շտապում էր միանալ իր առաքյալներին։ Մեկ ուրիշ ավետարանիչ ասում է, որ Քրիստոս քայլում էր ջրերի վրայով դեպի մակույկը։ Եվ բայց այդ ամենով հանդերձ երկյուղը և վախը պատեց բոլոր առաքյալներին, որովհետև մտածում էին, թե ուրվական է, հոգի է, որ քայլում է ջրերի վրայով, և իրենց մարդկային մտածողությանը դա խորթ մի երևույթ է, որովհետև ինչպես կարող է որևէ մեկը ջրերի վրայով քայլել և չխորտակվել։ Այդ պահին նրանք չէին մտածում ժամեր առաջ կատարված հրաշքի մասին, թե ինչպես 7 սակար մենակ ավելցուկ ավակեցին 2 կամ 5 նկանակից, ինչպես նկարագրում են ավետարանիչները։ Նրանք դա մոռացել էին և նորից հայտնվելով փորձության մեջ, փնտրում էին, թե ինչպես կարող են այդ անբացատրելի երևույթը տեղավորել իրենց մտքի մեջ և բնականաբար իրենց հավատի տկարության պատճառով սարսափեցին, վհատվեցին, որովհետև ասում էին, այս փոթորիկը մեզ բավարար չէ, մի ուրվական էլ ավելացավ մեր այս փորձության մեջ։ Եվ սիրելիներ, Քրիստոս մոտեցավ և ասաց. Ես եմ, մի վախեցեք։ Մեկ ուրիշ ավետարանիչ ասում է, Քրիստոս մոտեցավ մակույկին և ասաց. քաջալերվեցեք
մի վախեցեք, ես եմ։ Երբ մենք այս պատմությունը, սիրելիներ, փորձում ենք արտապատկերել մեր կյանքի վրա, մենք մշտապես նման փորձությունների մեջ ենք։ Եվ մեր կյանքը, որ շատ նման է այդ մակույկին, միշտ ալեկոծվում է դժվարությունների, ալեկոծվում է խնդիրների, ալեկոծվում է մեր կարիքների պատճառներով, ալեկոծվում է մեր մարմնական տկարությունների պատճառներով, եւ մենք մշտապես տարուբերվում ենք այդ ալիքների վրա։ Երբեմն այդ ալիքները մեզ խեղճացնում են, որովհետեւ մենք մեր կյանքի ապահովությունը այլևս չենք տեսնում, ինչպես որ այդ առաքյալները եւ ջուրը, այդ ալիքների ջուրը սկսում էր թափվել մակույկի մեջ։ Եվ ինչ պիտի անեին, պիտի գցվեին այդ ջուրը նորից ետ դարձնելու դեպի ծովը։ Մեր կյանքը այդպիսի փոթորիկներով լեցուն է։ Եվ Աստված թողնում է, որպեսզի մենք այդ փոթորիկների միջով անցնենք, որպեսզի մենք զորանանք մեր հավատի մեջ, որպեսզի մենք կարողանանք երկյուղին եւ վախին հակադրել քաջություն եւ խիզախություն, որպեսզի մենք կարողանանք հուսալքությանը հակադրել հուսառատությունը մեր կյանքի եւ Աստծուն ապավինությունը, որպեսզի մենք կարողանանք մեր անհավատությանը հավելել հավատ, որը Տերը մեզ պարգևում է։ Տերը մեզ պարգևում է այն բազում հրաշքներով, թե ավետարանի միջից եւ թե մեր կյանքի բոլոր օրերից։ Եվ Տերը գալիս է մեզ հիշեցնելու, որ երբ Տերը ձեզ հետ է, ապա դուք ոչինչ չունեք վախենալու ձեր կյանքում, սիրելիներ։ Եթե Աստված ձեզ հետ է, ապա ոչինչ կարող է ձեզ վնասել, որովհետև հիշացեք դուք ձեր օրերը մանկության, եւ դուք ինչ որ մի բանից վախենում էիք եւ անմիջապես դիմում էիք ձեր ծնողին, ասում եք մի վախեցիր, ես քո հետ եմ։ Որովհետև մենք վստահում էինք մեր ծնողին, մենք ապավինում էինք մեր ծնողին, մենք գիտեինք, որ ինչ էլ որ լինի, իրավիճակի թելադրությունը երբեք ձեր հայրը եւ մայրը թույլ չեն տա, որ ձեզ որևէ վնաս հասցվի, որքան էլ դժվարագույն լինի վիճակը, անգամ նրանց կողմից կյանքը կորցնելու աստիճան։ Եվ առավել եւս Աստված, որ յուրաքանչյուրիդ ստեղծել է խնամքով եւ գուրգուրանքով, յուրաքանչյուրիդ պարգևել է առաքելություն, նա եւս ձեր կողքին է։ Եվ Աստված երբեք չի թողնում, որպեսզի դուք վհատվեք, որպեսզի դուք անհավատությամբ ընկնեք շատ ավելի մեծ գայթակղությունների եւ փորձությունների մեջ, այլ Աստված մշտապես ձեր կողքին է, եւ երբ քայլում է դեպի ձեզ, դա ձեզ փոխանցում է, որ ձեր կյանքը ինչքանով էլ որ վտանգվի, դժվարությունների միջով անցնի, եթե Աստված քայլում է դեպի ձեզ, ապա դուք չպիտի վախենաք, որովհետև եթե Աստված ձեր կյանքում ներկա է, այդ մակույկը, որքանով էլ որ այն պատրաստված լինի դյուրաբեկ նյութերից, որքանով էլ որ ձեր կյանքի ընթացքը լինի անդնդի եզրով, ոչինչ կարող է ձեզ շեղել այդ ուղուց, որովհետև ի վերջո Աստված է թագավորելու ձեր մակույկի մեջ։ Աստված է, որ թագավորում է ձեր կյանքում։ Աստված է, որ ի վերջո բարձրացավ առաքյալների այդ մակույկի մեջ եւ ավետարանիչը նկատում է, որ հաջորդ իսկ պահից իսկույն նրանք հասանապին։ Արդյոք սա հրաշք է, որ նրանք իսկույն հայտնվեցին մերձափային այդ շրջանում։ Աստվածաբանները ասում են, որ ամեն ինչի մեջ չէ, որ պիտի մենք այդպիսիները տեսնենք։ Ամեն ինչի մեջ չէ, որ պիտի ասենք սա հրաշք է։ Սակայն ասում է, այն մեզ փոխանցում է իրողությունը, որ երբ Քրիստոս մեր հետ է, Քրիստոս մեր կյանքում ներկա է, ապա մենք անմիջապես հասնում ենք ապահով հանգրվանների։ Քարտեզագետները ասում են, որ այն վայրը, որտեղով որ նրանք փորձում էին այդ ճանապարհը, որով փորձում էին կտրել ծովակը, Գալիլեայի լիճը եւ հասնել
Կափառնայում, ասում է ինքը շուրջ 5-6-7 կիլոմետր է։ Եվ ասում է, երբ որ Քրիստոս իրենց մոտ էր քայլում դեպի նավակը, արդեն իսկ նրանք ափից շուրջ 5-6 կիլոմետր հեռացել էին։ Եվ ըստ էության, երբ որ Քրիստոս հասնում է եւ բարձրանում է նավակի մեջ, եւ ծովը խաղաղվում է, ինչպես որ մեր կյանքն է հանդարտվում, երբ մենք ներքուստ հանդարտվում ենք, երբ մենք հաշտ ենք դառնում Աստծո ներկայության հետ մեր կյանքում եւ վստահ ենք, որ Աստված երբ մեր կողքով քայլում է մեր բոլոր թեկուզ վտանգաշատ արահետներով, ապա մենք երբեք չենք սասանվի եւ կհասնենք ի վերջո այդ ապահով, խաղաղ, հանդարտ հանգրվանին, որը մեզ կբերի կայունություն եւ վստահություն, ապա ասում է, ափին շատ քիչ էր մնացել, 6 կիլոմետր արդեն անցել էին ափից եւ այնտեղ մի քանի հարյուրավոր մետր էր մնացել եւ երբ Քրիստոս նավակը մտավ, ինչպես ասում է, նավակը նրան առան, այդ ժամանակ անմիջապես նրանք հայտնվեցին ափի մոտ։ Երբ մենք Քրիստոսին մեր նավն ենք առնում, երբ մենք Քրիստոսին վստահում ենք, սիրելիներ, մեր կյանքը, այն ժամանակ մենք անմիջապես հայտնվում ենք ապահովության մեջ։ Որքանով էլ որ մենք ապավինում ենք Քրիստոսին, Քրիստոս մեզ ուզում է, որ մենք վստահենք մեր մակույկը մշտապես իրեն։ Մշտապես մեր կյանքում ապավինողը լինենք Տիրոջ, որովհետև մենք էլ պիտի կարողանանք ուրախության բացականչել, երբ մեր կյանքը հանդարտվում է Տիրոջ ներկայությամբ, ինչպես որ այդ ծովը խաղաղվեց, ինչպես որ հանդարտվեց փոթորիկը, որովհետև Քրիստոս ցույց տվեց, ոչ միայն ձեր հացն է բազմապատկող նա, ոչ միայն նա կարող է բնության տարերքները հանդարտեցնել եւ ներդաշնակության մեջ բերել, ոչ միայն կարող է ձեր իմացած բոլոր տեսակի օրենքներին հակառակ գործել, որովհետև ֆիզիկայի օրենքները չեն ասում, որ ձեզանից որևէ մեկը կանգնի ջրի վրայով այս պահին կքայլի, սակայն Քրիստոս ցույց տվեց, որ կա հավատի մի ճանապարհ, որ յուրաքանչյուրիս առաջնորդում է հրաշքների աշխարհով։ Հավատի ճանապարհ, որը մեր սիրտը լցնում է այնպիսի ուրախությամբ, որով որ ցնծացին առաքյալները, որովհետև վստահեցին Տիրոջը, հավատացին Տիրոջը, ինչպես որ Պետրոսը, որ ասաց, կանչիր, որ ես էլ այս ջրերի վրայով քեզ մոտ գամ, եւ Քրիստոս ասաց, արի, եւ Պետրոսը քայլեց ջրերի վրայով դեպի Տերը։ Եվ Պետրոսը սկսեց ընկլվել ջրի մեջ այն պահից, երբ թերավատորեն մոտեցավ, երբ վար նայեց եւ տեսավ, որ չի ընկղվում, այլ քայլում է ջրերի վրայով, վախեցավ, չհասկացավ եւ ընկղվեց ջրի վրայով եւ Տերը վերստին իր ձեռքը պարզեց դեպի առաքյալը։ Այս ցնծությունը, սիրելիներ, որով որ մենք փրկվում ենք, երբ Աստված քայլում է մեր կյանքում, երբ Աստված մշտամնա ներկայություն է մեր կյանքում, այդ ցնծությունը նույն այն ցնծությունն է, որ ապրում էր Եսայի մարգարեն, երբ ասում էր. «Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ եւ ուրախության պատմուճան հագցրեց, որպես Փեսայի պսակ դրեց իմ գլխին եւ որպես հարցի սուքեց ինձ զարթով։ Թող ցնծա իմ անձը Տիրոջով, սիրելիներ, որովհետև նա փրկության զգեստ եւ ուրախության պատմուճան հագցրեց ձեզանից յուրաքանչյուրին։ Եվ երբ մենք այս ուրախությունը, այս ցնծությունը սկսում ենք արժևորել մեր կյանքում, երբ մենք սկսում ենք այս վստահության ապրել մեր օրերը, որովհետև ավելի մեծ ուրախություն չի կարող լինել մեր կյանքում, քան Տիրոջով ողողվելը, Տիրոջով գոտեպնդվելը, Տիրոջով մխիթարվելը, Տիրոջով ապրելը, ապա այս ամենը ուրախությունն է ձեր կյանքի։ Այս ամենը ոչ միայն մխիթարությունն է ձեր կյանքի, այլ այդ ուրախության մեջ
հագնվում է Աստուծո այն տնօրինական մեծ խորհուրդը, որ յուրաքանչյուրի հոգու փրկությունն է։ Եվ այդ է պատճառը, որ այդ փրկության մեջ Տերը մեզ զարդարում է թե պսակներով և թե իր զարդերով։ Մեզ զարդարում է իր շնորհներով, որպեսզի մենք կարողանանք միշտ անդրադառնալ, որ մենք Տիրոջն ենք պատկանում, և եթե Տիրոջն ենք մենք պատկանում, ապա և մեր փրկությունը գալիս է Տիրոջից։ Չկա մեզ համար որևէ ապահովություն, որևէ խաղաղություն, որևէ հանդարտություն Տիրոջից դուրս։ Եվ մեր միակ խաղաղ, հանդարտ և ապահով նավահանգիստը մեր Տերն է։ Այդ է պատճառը, որ մեզ առաքյալը պատգամում է Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի մեջ, որ մենք միշտ անդրադառնանք, որ Աստծո հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը, թե Տերը ճանաչեց նրանց, որ իրենն են, նաև անիրավությունից հեռու լինի ամեն ոք, ով կրում է Տիրոջ անունը։ Կրեցեք Տիրոջ անունը, սիրելիներ, ապրեցեք Տիրոջով, միշտ ձեր կյանքից ներս հրավիրեք Աստծուն իր ամբողջական ներկայությամբ։ Մի վախեցեք Տիրոջից, այլ քաջալերվեցեք նրա ներկայությամբ։ Սրտապնդվեք, որ Տերը երբ քայլում է ձեր կողքով, Տերը երբ քայլում է ձեր կյանքում, ապա ոչինչ կարող է ձեզ մղել մեղքի, գայթակղության և փորձության, որովհետև ձեր շուրջը այդ պահին հանդարտվում է ամեն ինչ, և ոչ միայն ձեր շուրջը, այլև ձեր ներաշխարհում, որովհետև անդրադառնում եք, որ Տերը ճանաչել և ընդունել է ձեզ, որովհետև դուք իրենն եք, որովհետև անդրադառնում եք, որ եթե դուք կրում եք Տիրոջ անունը, ապա ոչինչ կարող է անարգել այն։ Եվ ինչպես առաքյալն է ասում, տարբեր տեսակի անոթներ կան մեր կյանքում տարբեր գործածության համար։ Որոշները պատվական գործածության համար, որոշները ոչ այնքան։ Եվ ասում է, դուք ձեր կյանքով դարձեք պատվական անոթ, որպեսզի երբ Տերը գա, այն ճշմարիտ կերպով պատվական գործածության համար այն օգտագործի։ Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը թող ամենքիս հետ լինեն այժմ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ տուր մեզ ամարատազան բարբարով բանալս վերանսներ, դարտալս կեզ և